Հայաստանում քիչ են այն բնակավայրերը, որոնք տերդպրոցաշինության խնդիր ունեն։ Այդ սակավաթիվ համայնքներից է Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղը։ Արդեն 22 տարի այստեղ դասապրոցեսն անցկացվում է այս բնակարաններում։ 18 երեխայով ենք մենք դպրոց բացել, ի ուրախություն մեծ տարիների ընթացքում երեխաների թիվը հասավ մինչև 120։ Դպրոցը կայացավ։ Արեգնադեմի դպրոցի հիմնադիրը ներկատնօրեն Վարազդատ Նիկոլյանն է։ Երբ այստեղ եկանք, ադրբեջանցիների դպրոցն արդեն կիսաքանդ վիճակում էր։ Գերադասեցինք դասերն անցկացնել այս բնակարաններից մեկում։ Նախ որ այդ ժամանակ աշակերտների թիվն էր քիչ, հետո էլ մինչև մեր դպրոցը կկառուցվեր, ասում է պարոն Նիկոլյանը։ Որոշեցինք այս բնակելի շենքերում դպրոցը բացել, ուրիշ հնարավորություն չկար։ Նախկին դպրոցը չնայած մեծ էր, հնարավորություններով մեծ, բայց ավերակված էր։ Ոչ միայն դպրոցը չկառուցվեց, այլև մեկը դարձավ 3 ու մինչև հիմա դասերն անցկացվում են այս 3 բնակարաններում։ Ուսուցչանոցը եւ համակարգչային դասարանը տեղակայված են հյուրասենյակում։ Տնօրենի աշխատասենյակը խոհանոցն է, իսկ այս դասասենյակը նախկինում բաց պատշգամբ է եղել։ Տարեցտարի աշակերտների թիվը կրճատվում է։ Եթե մի քանի տարի առաջ դպրոցում աշակերտների թիվը 150 էր, ապա այսօր դպրոցում սովորում են 63-ը։ Այս երկու գեղեցիկ աղջնակները առաջի դասարանցիները, իսկ երկու տղաները երկրորդ դասարանցիներ են։ Ուսուցչու համար համակարգ դասարանում պարապելը առանձնագի դժվարություն է ներկայացնում, որովհետև միևնույն դասի ընթացքում նա աշխատելու է երկու դասարանի հետ։ Թե ինչպիսի մեթոդներ պետք է կիրառի, ինքն է որոշում։ Կարևորը դասի արդյունավետությունն է։ Քիչ քանակ, բարձր որակ Արեգնադեմի աշակերտներն ամեն տարի մասնակցում են տարբեր մրցույթների, հաղթած վերադառնում։ Արմենը սովորում է 9-րդ դասարանում։ Վերջերս է մասնակցել Վահան Տերյանի 125-ամյակի նվիրված ասմունքի փառատոնին։ Մարզային փուլը հաղթել է, մեծ ակնկալիքներ ունի նաև հանրապետական փուլից։ Չգիտեմ ինչու ձեր զանգն եմ տալիս։ Փախչում եւ հեռանալիս, փառաբանում եմ, օրհներկում եմ քեզ։ Արեգնադեմի դպրոցն անցած տարի է ընդգրկվել դպրոցաշինության ծրագրի մեջ, բայց ճգնաժամը խանգարեց։ Նոր տարվա նախաշեմին իդեմս գյուղապետի մի երազանք ունեն։ Որ 2012-ին կառավարություն Արեգնադեմի համար կլինի շատ բարի ձմեռապ եւ դպրոցի խնդիրը կլուծվի։